Դեպի քեզ Տեր բարձրացրի հոգիս, Աստվածիմ, քեզ վրա դրի հույսն իմ։ Սաղմոս 139:8-ից 11 այս տողերը հայտնվեցին Փաշինյանի էջում Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողովի հայտարարությունից հետո։ Վերջին օրերի մեղադրանքներին ու վարչապետի հայոյախառն գրառումներին Մայրաթորը պաշտոնապես արձագանքեց առաջին անգամ եւ ծավալուն տեքստով։ Կոչ են ուղղում իրավասու պետական մարմիններին կասեցնել վարչապետի անօրինական եւ անհեռատես քաղաքականությունը։ Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով եւ մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու, օրենքից վեր դասելով իր անձը։ Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով եւ փորձ է նսեմացնելու ազգային կյանքում եւ միջազգային շրջանակներում հարգանք վայելող հայոց եկեղեցու եւ եկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու եկեղեցու ձայնը եւ նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Գերագույն հոգևոր խորհուրդը վարչապետի կոնկրետ մեղադրանքներին չի անդրադարձել, հստակ ընդգծել է, որ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն եւ դուրս են պետական եւ քաղաքական գործիչների իրավասությունից։ Հարկ չկա եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ եւ մղելու հակադարձման գործողությունների։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները, որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին եւ հայ եկեղեցուն ուղղված զրպարտությունների եւ կեղծ մեղադրանքների հետ։ Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների եւ եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով եւ սպառնալիք հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը, թե հայրենիքում եւ թե Սփյուռքում։ Հայոց եկեղեցու հավաքական դիրքորոշումից հետո էլ Փաշինյանը շարունակեց պնդել. Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյոք Գարեգին II-ը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Վարչապետի պահանջն է, որ այս հարցը պարզաբանվի անհետաձգելիորեն։ Վեհափառի զավակ ունենալու վերաբերյալ Փաշինյանի հարցին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետն է պատասխանում. Սխալ հարցերը չեն կարող ունենալ պատասխաններ։ Սխալ հարցադրումները չեն կարող հնչեցվել։ Առավել եւս պատասխանատվություն ունեցող անձանց կողմից։ Արշակ arczepiskopos Խաչատրյանն անդրադառնում է նաեւ հոգեվորականներին ուղղված մեղադրանքներին, ասում է չեն օգտագործի այնպիսի բառապաշար եւ ձևակերպումներ, որ օգտագործվել են իրենց դեմ։ Մենք երբեք պատասխանները տալիս չենք առաջնորդվում պատասխանի բնույթի նկատմամբ շեշտադրումով։ Պատասխանը կլինի ռադիկալ, պատասխանը կլինի մեղմ, առանցքայինը այստեղ պատասխանի կամ գործողությունների արդյունավետությունն է։ Փաշինյանի գրառումից հետո մերձիշխանական մեդիայում եւ սոցհարթակներում ակտիվ տարածվեց մի լուսանկար, հետեւյալ պնդումով հայտնի դարձավ, որ Գարեգին Բ-ի դստեր անունը Խաթուն Գրիգորյանց է։ Աստվածաբան Վարդան Խաչատրյանի խոսքով իշխանությունը պետք է վերջ տա եկեղեցու դեմ այս վտանգավոր գործընթացին, քանի որ այն հասարակական լայն աջակցություն չունի ու չի կարող ունենալ։ Ինքը շատ վտանգավոր երևույթ է։ Հիմնականում պայմանավորված նրանով, որ մենք երևի չենք հասկանում մեր իրավիճակը։ Եվ սա ամենավերջին բանն էր, որը կարելի էր, ասենք, որպես քայլ պատկերացնել, որովհետև ինքը կարող է առաջացնել խզում։ Հասարակությունը, որը իր ներսում ունի խզում այսպիսի ճակատագրական իրավիճակում, նա կարող է չձգի այդ իրավիճակը, այլևս չկարողանա դուրս գալ այդ իրավիճակից։ Հզորագույն ինստիտուտի հանդեպ այդպիսի վերաբերմունքը ներսում ես համարում եմ, որ մենք դա պետք է հնարավորինս արագ մարենք, հնարավորինս արագ վերացնենք եւ մի անգամ էլ հիշեցնենք, որ աստիճանական ցած իջնող կորը ներկայիս իշխանության ունեցած համարումի հնարավորություն չի ընձեռելու իշխանությանը հասարակական արձագանք առաջացնել ի օգուտ իրենց։ Իշխանությունը պետք է հիշի, որ հայոց պատմության ամենաբարդ ժամանակներում, երբ պետություն չի եղել, հայապահպանության ծանր բեռն իր վրա է վերցրել եկեղեցին։ Իշխանությունները գալիս են ու գնում են եկեղեցին 1700 տարիա գոյություն ունի։ Եվ երկրորդը, լիահույս եմ, որ վերջին հաշվով մեր իշխանությունները մի ինչ-որ չափով կիմաստնանան, եկեղեցին ուղիղ պատասխան չի տա, որպեսզի չխորացնի այդ խզումը, ես դրա կողմնակիցն եմ, նորից եմ կրկնում, եւ գտնում եմ, որ մենք ուրիշ ելք, բացի միասնականությունը հայ ժողովրդի սպասարկելը չունենք։ Աստվածաբանի կարծիքով վեհափառը կամ Մայրաթորը ընդհանրապես չպետք է արձագանքեն իշխանության մեղադրանքներին։ Շատերի մոտ դա նաև որպես արդարացում է դիտվում, իսկ եկեղեցին համաշխարհային կառույց է եւ որևէ մեկի առաջ արդարանալու կարիք չունի։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։